Նրանք պատրաստվում են փակել փողոցը։ Կար։ Ներկայացեք կանոն ազգան։ Հայկ Շահնազարյան։ Ոնց են ներկայացնում։ Գինու կոնյակի տուն Շահնազարյան ՍՊ-ի սեփականատեր։ Պարոն Շահնազարյան, քանի տարի եք զբաղվում եք այս գործունեությամբ եւ արդյոք առաջին անգամ եք Վրաստանում այսպիսի հանդիպում համարում ենք, որ Վրաստանը տարածիկ երկիր է։ Այո, 19 տարի է մենք այս գործով զբաղվում ենք եւ սա առաջի դեպքն է, որ ցենց արգելափակվեցին մեր մեքենաները Վրաստանում առանց բացատրելու եւ առանց հիմնավոր պատճառի։ Քանի մեքենա ունեք այս պահին։ 5 մեքենա կանգնած է, առաջինը արդեն շուրջ մի ամիս է կանգնած այնտեղ։ Այդ գեզիումն է։ Այո, գեզիում։ Չիմացողների համար կբացատրեք գեզիումը ինչ է, որ այդտեղ Տերմինալ է, ես չեմ եղել ընդ չեմ կասեմ, իմ կարծիքով դա ուղղակի տերմինալ է, մաքսային մեքենա։ Տերմինալ չէ, այդտեղ հայտնվում են մեր մեքենաները, որոնք ռիսկային են համարվում, բայց երբևէ չի համարվում։ Ոչ, ալկոհոլը ռիսկային չի եղել, միշտ անցել է, միշտ տարանցիկ բեռը անցել է, եւ միջազգային պրակտիկայում կա sense հասկացողություն, եթե կասկածում են, որ կանտրաբանդա է, բացում են, ստուգում են, տեսնում են կանտրաբանդա չկա եւ բաց են թողում։ 30 օր որևէ զննում անելը անիմաստ է եւ անհասկանալի է։ Ինչ զննում են անում։ Մենք չգիտենք, բացել են մեքենան, հանել են մի քանի նմուշ եւ այդպես։ Կոնյակի։ Հա, կոնյակ է, մերը կոնյակ է։ Իսկ այս 30 պայմանավորված ինչ-որ բան ձեզ հասել է։ Ոչ մի բան չեն ասել, ուղղակի մեքենան կանգնած է, մեքենաները կանգնած են, ոչ մի Բայց վարկածներ կան։ Ոչ։ Ինչ գործների մասին։ Դե նայեք, հիմա մենք օրական ամեն մեքենային $100 փող ենք տալի, բայց դա չի կորուստը։ Կորուստը այն է, որ այդ պատճառով մենք կարող է շուկա կորցնենք։ Այդ ժամանակ կարող է մենք բոլորս բանկրոտի շեմի կանգնենք, էլի բանկրոտի։ Իհարկե մենք այդ ապրանքը ուղարկում ենք հենց վերջնական վաճառակետերին, ցանցերին, Ռուսաստանի Դաշնություն։ Եվ ինչ եք ասել իրաց։ Դե մենք ասում ենք, որ մեքենաները կանգնած են Վրաստանում, չգիտենք պատճառը, բայց իրանց մոտ էլ արդեն լարվածություն կա, որովհետև իրանց պոլկան չպետք է դատարկվի։ Նախորդ շաբաթ Ազատության հետ բեռնափոխադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչը, որ չներկայացավ անուն ազգանունով, ասաց, որ մինչև իրենք այսպիսի խնդիրների առաջ են կանգնում, մի շարք դարակաշարեր ադրբեջանական երկրների խմիչքներով են լցվում։ Շատ հնարավոր է ադրբեջանական խմիչքները մեր խմիչքներից էժան են, շատ հնարավոր է, որ ադրբեջանական խմիչքները մեր տեղը զբաղեցնեն։ Կարելի է դիտավորություն համարել հենց այս քայլով դրան են ուզում հասնել։ Հա, կարելի է, բայց ես չեմ հասկանում Ադրբեջանը ոնց կարող էր ազդել Վրաստանի վրա, որ այդ գործողությունը անեին։ Ձեր վարորդներն ինչ են ասում, ադրբեջանական մեքենաները ինչպես են անցնում։ Դե մեր վարորդները չեն տեսնում, իրանք գեզիում կանգնած են, իսկ սահմանով լարսով ոնց են անցնում, իրանք չեն տեսնում։ Տեղեկություններ ունեք, իրենք անարգել են անցնում։ Նորմալ անցնում են, այո, անարգել, ես չեմ լսել որևէ տենց դեպք, որ ադրբեջանական մեքենաները կանգնեն ու մնան, մենք չենք լսել։ Պարոն Շահնազարյան, քանի որ նաև վաճառող ընկերությունների հետ դուք պայմանագրեր ունեք, ու ենթադրում եմ մեծ սուպերմարկետների եւ այլն, այդ խոշոր ցանցերից ոմանք իմ տեղեկություններով նաև ունեն տուգանքներ, հա, եթե պայմանագիր եք կնքում, ապրանքը ուշ եք հասցնում, այնտեղ տուգանքներ եք ունենում։ Ինչ հիմա ինչ խնդրի։ 100%-ի չափով։ Հիմա դուք այդ վտանգի առաջ կանգնած եք։ Իհարկե, 5 մեքենան, այսինքն 100,000 շիշ ապրանքը չի հասնում տեղ եւ իր արժեքի 100%-ի չափով ես կարող է վճարեմ տուգանքներ։ Սպառողին էլի ցանցերին, ում որ ուղարկում եմ այդ ապրանքը։ Այդ ժամկետը լրացել է արդեն։ Այո, ես ապրիլի բեռը մայիսի կեսն է դեռ չի ասել տեղ։ Այսինքն արդեն խնդրի առաջ եք։ Այո, դեռ որոշակի ըմբռնումով են մոտենում, բայց ինձ թվում է դա երկար չի տևի։ Իսկ այլընտրանքային տարբերակներ դիտարկում եք, օրինակ ապրանքը հետ կանչելու, ապրիլի ապրանքը արդեն իսկ ժամկետը անցել է, մնացած ապրանքները հետ կանչելու, որպեսզի դրանց էլ չան։ Կանչենք ինչի համար։ Բերենք ստեղ ինչ անենք մենք այդ ապրանքը, երբ որ ինքը Ռուսաստանի Դաշնության ակցիզային դրոշմանիշով
ուրեմն արդեն ինքը ոչ մի ուրիշ շուկայում չի կարող վաճառվի։ Պետք է գնա կոնկրետ այդ ցանցին, որը որ ստացել է այդ ակցիզային դրոշմանիշը եւ ուղարկել է մեզ։ Կառավարություն դիմել եք, օրինակ էկոնոմիկայի նախարարություն։ Էկոնոմիկայի նախարարություն դիմել ենք, մեզ ասել են, որ իրանք զբաղվում են այդ խնդիրով եւ այդպես վերջ։ Ու երկու շաբաթ կոնկրետ մեր դիմումից արդեն անցել է։ Բայց ձեր մեքենաները Ոչ մի շարժ չկա։ Հիմա այսօր եթե ձեր չընդունել այստեղ չկա։ Պետք է հավաքվենք գործընկերներով, մտածենք ինչ քաղաքականություն ենք վարելու, որ կարողանանք մեր հարցը լուծենք։ Ես կտրուկ ոչ մի պատասխան հենց հիմա չեմ կարող տալ։ Հավաքվածները գործարանների աշխատակիցներ են, այլ գործարանի ներկայացուցիչներ, հա։ Այո, մեր գործարանի, ուրիշ գործարանների աշխատակիցներ են, որոնք որ կանգնում են նույնպես խնդիրների առաջ։ Եթե մենք չստանանք գումար, չկարողանանք վաճառենք մեր ապրանքը, իրանք էլ չեն կարողանալու աշխատավարձ ստանան եւ ուղղակի կարող է փակվեն ընկերությունները, իրանք էլ գնան ման աշխատանք։ Քանի աշխատող ունեք դուք։ Մերը 140, 150 աշխատող է։ Բայց դուք նաև ձեր բեռնափոխադրող մեքենայով Ոչ, պայմանագիր է, մենք մեր մեքենան չունենք, մենք բեռնափոխադրողների հետ պայմանագրեր ունենք, իրանց մեքենաներով ենք փոխադրում։ Այսինքն այստեղ նաև բեռնափոխադրող ընկերություններին եք վճարում դուք կանգնելու։ $100 օրական մենք վճարում ենք իրանց ամեն մեքենայի համար։ Շնորհակալ ենք։